իշխանությունը գլխացավանք է ունենալու շատ լուրջ։ Գագիկ Ծառուկյանի առաջնորդած Բարգավաճ Հայաստանում վստահ են 3 ընտրատեղամասերում, որտեղ քվեարկությունն անվավեր է ճանաչվել, վերաքվեարկության արդյունքում ԲՀԿ-ն էլ ավելի շատ ձայն կստանա եւ կհայտնվի խորհրդարանում։ Անվավեր ճանաչված 3 ընտրատեղամասերում 35-65-ում, 10-51-ում եւ 12-13-ում Բարգավաճ Հայաստանը ընդհանուր ստացել էր 222 ձայն։ Ծառուկյանի առաջնորդած ուժի падգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը կարծում է, որ ոչ միայն իրենց ընտրազանգվածը կրկին կքվեարկի ԲՀԿ-ի օգտին, այլև չի բացառում, որ ընդդիմադիր մյուս ուժերն էլ հորդորեն իրենց ընտրողներին գնալ եւ ձայն տալ Բարգավաճ Հայաստանին։ Այդ առումով մեր էլեկտորատը շատ պարտաճանաչ է, որովհետև ունենք խարիզմատիկ առաջնորդ, դրա մեկ կոչով շատ արագ մոբիլիզացվում է էլեկտորատը, հետևաբար մենք այդ խնդիրը չունենք։ Այսինքն այս 222 ձայնը ավելի կհավանքենք, առնվազն այդքանը վստահ եղեք, որ կստանանք։ Վերաքվեարկություն նշանակում է նաև ձայների համամասնությունը կարող է փոխվել մյուս ուժերի համար։ Բացառեք այդ սցենարը, ընդդիմությունը կոնսոլիդացիայի այնպիսի մակարդակ ունի, որ ձեր ասած սցենարը չգործի։ Այսինքն հնարավոր է, որ ընդդիմադիր մյուս ուժերը կոչ անեն, որ ձեզ գնան ընտրեն այս տեղամասերը։ Թող իրենք որոշեն, բայց դրա բոլոր նշանները կա։ Հունիսի 7-ի ընտրություններից հետո ԿՀ-ն տեղեկացրեց, թե Գագիկ Ծառուկյանի ուժը դուրս է մնում 0.004%-ով։ ԲՀԿ-ականները տեղի ունեցածը նախ որակեցին աճպարարություն, ապա շտապեցին հայտարարել անճշտությունների մասին, պնդելով, որ ձայների վերահաշվարկի դեպքում խորհրդարան անցնելու համար պակասող մի քանի տասնյակ ձայնի հարցը կլուծվի։ Այս շաբաթ ընտրատարածքային հանձնաժողովներում տեղի ունեցած վերահաշվարկից հետո ԲՀԿ ձայները իսկապես ավելացան 147-ով, սակայն դրան զուգահեռ 222-ով պակասեցին 3 տեղամասերի արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո։ Արդյոք ԿՀ-ն այդ տեղամասերում վերաքվեարկության որոշում կկայացնի, առայժմ պարզ չէ։ ԲՀԿ-ում սակայն վստահ են, վերաքվեարկություն լինելու է, քանի որ դա է պահանջում ընտրական օրենսգրքի 101-րդ հոդվածը, համաձայն որի ԿՀ-ն առանձին տեղամասերում վերաքվեարկության որոշում է կայացնում, եթե ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Հակառակ պարագայում գործ կունենանք իրավական բեսպրեդելի կամ ամեն գնով ԲՀԿ-ին խորհրդանից դուրս թողնելու քաղաքական որոշման հետ։ Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժը փողոցային պայքարով է սպառնում, եթե դուրս մնա խորհրդարանից։ Նկատենք, եթե ԲՀԿ-ն հաղթահարում է 4%-ի շեմը, ապա 49 ու 82% հավաքած իշխող ԿՊ-ն խորհրդարանում զրկվում է 3/5-ից, ինչն անհրաժեշտ է սահմանադրական օրենքներ ընդունելու եւ կարևոր պաշտոնյաների, այդ թվում երկրի նախագահի գլխավոր դատախազի ընտրության համար։ Եվ կա վերջին հաշվով փողոց։ Մենք ասել ենք, որ եթե արդարությունը եւ օրինականությունը չվերականգնվեն, մենք քաղաքական պայքարի ամբողջ գործիքակազմը օգտագործելու ենք, մանավանդ որ այդ նպատակով տեղի են ունենում նաեւ քաղաքական կոնսուլտացիաներ։ Կոնսուլտացիաները ինչի մասին, որ հայտարարեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, հենց փողոցային պայքարի շուրջ։ Ոչ միայն, շատ ավելի գլոբալ հարցերի շրջանակի շուրջ ներառվում են նաև բողոքի հնարավոր դրսևորումները։ Քոչարյանի եւ Սամվել Կարապետյանի դաշինքների ոչ միայն իրական ընդդիմությունը մարմնավորող բոլոր ուժերի հետ։ Սուրեն Սուրենյանցի համոզմամբ ԲՀԿ-ի խորհրդարան անցնել չանցնելու հարցը զուտ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ, այլ գործընթաց, որը ցույց կտա Հայաստանը մոտենում, թե ել ավելի է հեռանում ժողովրդավարությունից։ Մենք չենք հաշտվելու այն իրականության հետ, եթե ապօրինի մեթոդներով մեզ դուրս թողեն խորհրդարանից։ Իշխանությունը գլխացավանք է ունենալու շատ լուրջ, եւ փողոցի ձևով, եւ դիմադիր կոնսոլիդացիաների եւ այլն։ Մամուլը գրեց, թե իշխանությունը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին գործարք է առաջարկել եւ մերժում ստանալուց հետո է որոշում կայացվել, որ ԲՀԿ-ն չի հաղթահարում 4%-ի շեմը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքեց այդ լուրերը, պնդելով, որ եթե ինքը որևէ գործարք առաջարկեր, ապա Ծառուկյանը հաստատ այն կընդուներ։ Գագիկ Ծառուկյանին ասենք, որ գործարք առաջարկենք, ծնկաչոք այդ գործարքին ընդառաջ կգար։ Ասենք ով ամ գործարք առաջարկել։ Գագիկ Ծառուկյանին Գագիկ Ծառուկյանը կխնդրի, որ ես գործարք ստոյկա կտա Գագիկ Ծառուկյանը ստոյկա կտա, որ ես գործարք առաջարկեմ իրան։ Մենք ավելի շուտ ենք բացառել որևէ կոմպրոմիս, որևէ համաձայնություն ԿՊ-ի եւ Նիկոլ Փաշինյանի հետ, հետեւաբար վերջինիս խորհուրդ կտամ պատեպատ չտալ իրան ինչ-որ բան հերքելու, որը գոյություն չունի։ Մենք իր հետ զրուցելու մի թեմա ունենք,
այդ իր անցնցում հեռացման տարբերակները քննարկելն է։ Հունիսի 7-ի ընտրություններից 2 օր անց առանց կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մեղադրյալի կարգավիճակ ստացավ։ Նրա դեմ նոր քրեական գործ հարուցվեց առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու համար։ Ինչպես պարզաբանել էր պետնախագահը, խոսքը տարիներ առաջ վառելիքի ներմուծման ոլորտում թաքցրած հարկերի մասին է։ Ծառուկյանը անհիմն է որակում այդ մեղադրանքը։ Վարչապետ Փաշինյանը թե նախընտրական եւ թե հետընտրական շրջանում պարբերաբար խոստացել է Ծառուկյանին բանտ ուղարկել, իսկ նրա շքեղ առանձնատունն դարձնել ծերերի խնամքի կենտրոն։ Մինչ այդ Ծառուկյանը կգնա խորհրդարան, թե ոչ, պարզ կդառնա վաղը։ Այս ընտրությունների գլխավոր ինտրիգը կհանգուցալուծվի ԿԸՀ նիստում, որը նախատեսված է վաղը երեկոյան ժամը 6-ին։